Կարմիր խաչի միջնորդությամբ Իսրայելն ու Համասը շարունակում են մասունքներ ու մարմիններ փոխանակել։ Իսրայելը հաստատել է 3 մահացած պատանների ինքնությունը։ Կիրակի էին եգիպտական բուլդոզերները Գազայի հատվածի տարբեր տեղերում փլատակներից հանել հրեաների մասունքները։ Իսրայելական լրատվամիջոցները կասկածել էին, թե հայտնաբերված մասունքները հրեաների են պատկանում։ Դատաբժշկական փորձաքննությունը ապացուցեց, որ դրանք պատկանում են իսրայելցի գնդապետի, կապիտանի և մի 19-ամյա սերժանտի։ Թել Ավիվի պնդմամբ դեռ 8 իսրայելցու մարմին կա Գազայում։ Հրադադարի համաձայնագրից հետո Իսրայելի կառավարությունը գրեթե ամեն օր մեղադրում է Համասին մարմինների փոխանակումը ձգձգելու համար։ Պաղեստինյան խմբավորումը արդարանում է, իսրայելական ռումբերից ավերված քաղաքի փլատակներում մարմիններ գտնելը բարդ է։ 2 տարվա պատերազմից հետո Գազայի հատվածում 61 միլիոն տոննա բեկոր ու հողային շերտ է կուտակվել։ Որոշ փորձագետների գնահատմամբ փլատակներում առնվազն 10,000 մարդ է մնացել։ Մարմինները դուրս բերելու համար ամենաքիչը 9 ամիս կպահանջվի։ Դժոխք հիշեցնող քաղաքում եգիպտական բուլդոզերները հրեաների են փնտրում, իսկ հուսահատ պաղեստինցիները հարազատներին։ ՄԱԿ-ը զգուշացրել է, վտանգավոր է առանց սարքավորումների որոնումները, փլատակներում կարող է չպայթած զինամթերք լինել։ Անհետ կորած պաղեստինցիների հստակ թիվ չկա, մահացած, իսրայելական բանտերում գերեվարված, թե ողջ են նրանք, ոչ ոք չգիտի։ Խան Յունիսի Նասեր հիվանդանոցում դեռ տասնյակ մարմիններ կան, որոնք Իսրայելից Գազա են տեղափոխել Կարմիր խաչի միջնորդությամբ։ Պաղեստինցիները հերթ են կանգնում նույնականացման համար։ Հենց նոր մահացածների են բերում, գալիս ենք հիվանդանոց, միակ եղբորս մասին տեղեկություն չունենք, գուցե նրանցից մեկն է, դեռ ոչինչ չգիտենք։ Նույնիսկ երբ փնտրում ենք դրանց թվում, մենք չենք կարողանում ճանաչել նրան, բոլորը նույն մաշկի գույնն ունեն։ Մարմինները խորը քայքայված են, ինչը չափազանց դժվարացնում է նույնականացումը։ Մենք գրեթե չենք կարողանում փաստեր հավաքել ընտանիքներին օգնելու համար։ Մինչև հիմա Գազա տեղափոխված 270 մարմիններից ընդամենը 77-ին են նույնականացրել, մյուսներին եղբայրական գերեզմանում են թաղել։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։